Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5121 և հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնով, Facebook-յան և YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Պարոն Աղազարյան, ձեզ հրավիրել եմ, որ խոսենք, թե ինչ է կատարվում, նոր ազգային ժողով ունենք ձևավորված, դուք արդեն փաստացի այնտեղ աշխատանքի չեք գնում, անելիքներ չունեք այնտեղ, բայց որքանով հասկանում եմ, քաղաքական կյանքում ձեր գործունեությունը չի կասեցվելու։ Եվ դրա համար մի քանի հարցերի շուրջ ձեր դիրքորոշումները այսօր փորձենք հասկանալ եւ հակագծեր բացել։ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա կազմված քարտեզներով Արցախը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլոն, Յուխարի Ասկիպարան ոչ։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը, սա արդյոք բանակցային դիրքորոշում է, թե տարածքային զիջման քաղաքական նախապատրաստում է իրականացնում վարչապետը հասարակությանը։ Չէ, այստեղ տարածքային զիջման խնդիր չկա այդքան, որովհետև այսպես կոչված վատագույն դեպքում փոխանակում է տեղի ունենալու, բայց խնդիր ուրիշ տեղ է, ուրիշ հարցում է։ Ես մեծացել եմ Արարատի շրջանում, Արարատի մարզի Արարատ շրջանում եմ ժամանակ, սովետական միության ժամանակ շրջանում, դե ոչ հեռու, մեր գյուղը ոչ հեռու, շատ հեռու էր, քան Տիգրանաշենը, նախկին Քյարքի գյուղը։ Ես ինքս միշտ մտածել եմ, թե Քյարքին, նախկին Քյարքին եղել է Նախճեվանի մաս։ Այդ չգիտեմ ինչի է այդ տպավորությունը եղել, բայց այդ ձևի տպավորությունը ես ունեցել եմ, որտեղ այդտեղ ապրել են ադրբեջանցիներ եւ կապ ա եղել միգուցե Նախճեվանի հետ շատ ուժեղ կապ ա եղել, չնայած մեր մոտ էլ կար կապ, բայց այդուհանդերձ ես մտածել եմ, որ Քյարքին Նախճեվանի մաս է կազմում։ Հա, մտածել է քիչ է, բավարար չի, եւ Ալմաթայի 91 թվականի հռչակագիրն էլ դեռ բավարար չի։ Պետք է մի հատ փաստաթուղթ, որի կարդալով յուրաքանչյուրս էլ հասկանանք, որ Քյարքին, նախկին Քյարքին եղել է խորհրդային Ադրբեջանի մաս։ Կա այդ փաստաթուղթը, թե չկա։ Այդ Մարուկյանը, որը նաև դեսպան էր հատուկ հանձնարարություններով, բազմիցս այդ մասին խոսել է եւ որևէ փաստաթուղթ դեռ չի դրվել շրջանառության մեջ։ Սա մի հարց, դրա այդ խնդրի հետ կապված մի հարց։ Արդյոք իրապես փաստաթղթավորված է, որ Տիգրանաշենը նախկինում եղել է խորհրդային Ադրբեջանի մաս։ Թողնենք մի կողմ։ Հիմա ենթադրենք, թե եղել է։ Ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը շատ գեղեցիկ է մատուցում այս ամեն ինչը։ Ինքը չի ասում մենք Տիգրանաշենը տալու ենք։ Ինքը ասում է մենք Արցախը հետ ենք բերելու, այս խրոխտ, այսպես կոչված դաշնակցական ոգով հետ ենք բերելու մենք Տիգրանաշենը, բայց բանը միշտ էլ ինչ-որ խնդիրներ լուծելիս դու դրա պետք է վճարես, որն է վճարը Տիգրանաշենի հանձնելը։ Հետևաբար տեղի ունենալու այն մյուս բանը բնակավայրերի մասին չխոսեմ, որովհետև լավ չեմ պատկերացնում իրաց կարգավիճակը, հետևաբար կոպիտ ասած տեղի ունենալու փոխանակություն լավագույն դեպքում մեր համար։ Այդ փոխանակությունը ինչի է տեղի ունենում, որովհետև մենք այսպես կոչված Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության կերտման ճանապարհով։ Բայց եթե գնում ենք խաղաղության կերտման ճանապարհով, ապա ակնհայտ է, որ պետք է լուծումը այլ լիներ։ Այսինքն Արցախը մնար Ադրբեջանին եւ Տիգրանաշենը մնար Հայաստանին։ Դա ակնհայտ լուծումը, եթե երկու պետություններ իսկապես տրամադրված են խաղաղությամբ շարունակելու իրենց համակեցությունը։ Հիմա բնականաբար Ադրբեջանը չի համաձայնվի, բնականաբար Ադրբեջանը կպահանջի, որ Տիգրանաշենը վերադարձնեն իրենց եւ Տիգրանաշենում լինելու է ռազմական բազա եւ հետեւաբար մենք ունենալու ենք լոգիստիկ լուրջ խնդիրներ դեպի Սյունիք եւ իհարկե խնդիրներ կլուծվի, բայց էլի հարցը ուրիշ է, խաղաղությունը ուր մնաց։ Եթե խաղաղության ենք ձգտում, ինքը այդ քայլն անում, նշանակում է ինքը խաղաղության չի ձգտում, նշանակում է ինքը էլի ունի ստանալիքներ։ Ստանալիքները ինչա եւ ամենասարսափելին։ Այսպես կոչված փախստականների վերադարձը։ Տիգրանաշենի եւ Արցախի պայմանական փոխանակումից հետո, բանից հետո, որ
Տիգրանաշենը գնա Ադրբեջանին, Արտաշենը գա մեզ։ Հետո այդ հարցը փախստականների վերադարձի հետ կապված փաստաթուղթ ստորագրելը լինելու է խաղուպար, շատ հանգիստ ձևով լինելու, որովհետև արդեն այնտեղ դիմադրելը կլինի գրեթե անհնարին։ Երբ որ ես դեռևս մենք պարոն Ասլանյանի հետ խմբակցության մեջ էինք, այդ հարցը մենք բարձրացրեցինք վարչապետի առաջ։ Իսկ դա սկզբնական շրջանում է եղել թե տարիներ հետո 18 թվականին, թե 18-ից հետո է եղել։ 18-ից մի քիչ հետո։ Մի քիչ հետո։ 18-ից ասենք բանակ 20 պատերազմից հետո։ Պատերազմից հետո ավելի ստույգ, կամաց այդ հարցերը սկսեցին արդեն շոշափվել։ Նախ սպից ասում չկա այդ հարցը, վրակարգում չկա այդ հարցը, բանման այս կոմենքում մի օր քննարկման ժամանակ ես այսպեսի առաջարկություն արեցի, ասեցի պարոն վարչապետ, ես հասկանում եմ, որ շատ դժվար է հասնել այն տարբերակին, որ Արտաշենը մնա Ադրբեջանի կազմում, Իրանաշենը մնա մեր կազմում։ Այդ դա կհասկանանք, որ իսկապես մեր հարևանները ձգտում են խաղաղության։ Ես գտնում եմ, որ դա դժվար է, դժվար խնդիր է, դժվար լուծելի խնդիր է։ Բայց առաջարկում հետևյալ տարբերակը։ Այդ դեպքում մենք ցուցադրաբար հրաժարվենք նաև Արտաշենից։ Ցուցադրաբար հրաժարվենք նաև ես շատ սարսափելի բան եմ ասում, որոշ հայրենասերներ կարող է պատահի ճիշտ չհասկանան, բայց այդուհանդերձ ես այդ մասին խորհրդարանում եմ ելույթ ունեցել։ Հրաժարվենք Արտաշենից։ Ինչու հրաժարվենք Արտաշենից, որպեսզի ցույց տանք Մակրոնին, Մակրոնը որ Կիլիկյան հանձնեց բանին Թուրքիային, հետո Արցախը հանձնեց Ադրբեջանին, հիմա ուզում է Հայաստանը բաժանի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։ Որպեսզի մենք Մակրոնին հասկացնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակները բոլորովին ուրիշ են, հեռու գնացող նպատակներ են։ Հայաստանի պետականության վերացման ճանապարհով են իրանք գնում։ Իրանց նպատակը դա է, որովհետև 1910 թվականից հետո Արաքսը ոնց հոսել այդպես էլ հոսում է, Մասիսարը որտեղ է, այնտեղ էլ կանգնած է, արևը որտեղից դուրս է գալիս եւ որտեղից մայր է մտնում, նույն ձևել կա, ամեն ինչ նույնն է, եւ թուրքական պետություններ կա, եւ թուրքական պետության շահերը, նպատակները չեն փոխվել, իրաց նպատակները նույնն է մնացել, այդ Զանգեզուրի հետ կապված եւ այլ։ Ուրեմն մենք թողնում ենք Արտաշենն էլ ձեզ ճիչ համաշխարհային հանրությանը, որ իրաց նպատակը ուրիշ է եւ այս դեպքում կարող պատահի մենք շանս ունենանք ու բացատրենք Մակրոնին, Մակրոնը, որը Կիլիկյան հանձնեց Թուրքիային, Արցախը հանձնեց Ադրբեջանին եւ հիմա ուզում է Հայաստանի բաժանի եւ վերացնի Ադրբեջանի Թուրքիայի մեջ, որովհետեւ Մակրոնին հասկացնենք, ասենք Մակրոն ախպեր, իրանք ստեղ ուրիշ խնդիրներ են լուծում եւ փորձենք դիմակայել ադրբեջանցի փախստականների վերադարձին դեպի Հայաստան։ Ես այդ հիմար թիվը չեմ ասում, մանավանդ որ որոշ քաղաքական գործիչներ հարձակվեցին, այսպես չեղած ընդդիմադիր ուժերի վրա, որ բացում էի կամ սիութին, արդեն 300,000 փախստականներ այստեղ են լինելու, բա ուր են այդ փախստականները։ Լսում ես, զարմանում ես, որ այդպեսի բան են ասում։ Ըստ ձեզ մենք բաց ենք թողել շանսը, Տիգրանաշենը մերը ունենալու շանսը բաց ենք թողել։ Եթե տարիներ առաջ շանսը հիմա էլ կա։ Այդ շանսը հիմա էլ կա, փորձենք եւ եթե չի համաձայնում Ադրբեջանը, նշանակում է իրան ակնհայտ է, իր նկարտումները լրիվ ուրիշ են։ Եվ հետեւաբար սա պետք է օգտագործենք որպես, ես այդպես էլ ասել եմ վարչապետին, որ գիտեմ, որ դա դժվար խնդիր է։ Սա պետք է օգտագործենք, որպեսզի մենք այդ հաջորդ արհավիրքի դեմը կարողանանք առնել փախստականների այսպես կոչված վերադարձը Հայաստան։ Չեն գայել լսվել բանը Մաշտոցի պողոտա եւ այլ, իրան սիրուն բանում, Սևանի այն ափին, արևելյան ափին մի գյուղում կապրեն, լքված գյուղերից մեկում կապրեն, մի գյուղում կապրեն, հետո կամաց հիմա որ ասում են արտագաղթը կանգնել է, հետ չի կանգնել։ Մեր երիտասարդները կզգան, որ 20 տարի հետո իրանց երեխեքը ստեղ ապագա չեն ունենալ։ Ելենք այդան Լորս, Մոսկվա եւ այլ, եւ կամաց այդ բանը տեղի կունենա։ Պատերազմ չի լինի ընդ որում, խաղաղություն կլինի։ Բայց այդ խաղաղություն ունենալու է բավականին թանկ գին։ Եվ այդ խաղաղությունը հետագայում կլինի աշխարհում երևի թե երկրորդ ամենախաղաղությունը։ Այսօր ամենախաղաղ տեղը աշխարհում Արցախն է։ Արցախում խաղաղությունը, կատարյալ խաղաղություն չկա, ժամանակը չեն կրակում, կարծեմ մի անգամ ինչ-որ ականներ բայթել ադրբեջանցի քաղաքացիներ վիրավորվել, դե դեռ ասենք լինում է որպես բան հետևանքներ, բայց ամենախաղաղ կետերից մեկը աշխարհի այսօր Արցախն է։ Մենք այդ խաղաղությունն ենք ուզում։
մենք այդ խաղաղությունը չպիտի ձգտենք։ Հետևաբար պետք է մենք մտածենք մեր այս քայլից հետո որ քայլն է լինելու, որտեղ այն մյուս քայլին մենք դիմակայում ենք, թե չենք դիմակայում։ Ինչ ասելու, ես բախա դինամիկան եմ հիշում, երբ որ այդ անկլավներից հետո այդ հարցն ենք բարձրացնում պարոն Ասլանյանի հետ, որ արդյոք հանդիպումների ժամանակ, ադրբեջանական կողմի հետ քննարկումների ժամանակ քննարկվում է փախստականների վերադարձի հարցը դեպի Հայաստան, ասում են ոչ, Արադ Միրզոյաններ, վարչապետներ, ոչ։ Իմ գործընկերները ասում են ավելի պարոն Աբազյան, զզվզվիկ, ասել ամեն անգամ նույն հարցը տալիս եք, չէ, էլի, չկա այդ հարցը, ինչ եք վարչապետին ջղայնացնում։ Ասում են չկա, ավելի լավ։ Մի որ ժամանակ հետո արդեն պարզեց, որ այնքան էլ չկան ճիշտ չի։ Լավ էլի հիմա ասում են իմ գործընկերները, պարոն Աղազարյան, ո՞նց եք բան անելու, ո՞նց եք մենք ո՞նց են գալու ապրեն ստե։ Ոնց են գալու ապրեն, չեն գա ապրեն, փոխվեց այդ դինամիկան։ Հիմա էլ ասում են, այ մարդու կան ապրեն, ինչ է, որոշ մարդու կան ապրեն, ինչ կլինի։ Իսկ ես մի երիլույս խմբակցության նիստի ժամանակ մեջբերում արեցի Նիկոլ Փաշինյանի գրքից, որ ինքը գրել է 2008 թվականին երկրի հակառակ կողմ։ Հակառակ կողմ, հա, իմ գրքը երկրի իրական կողմն է։ Երկրի հակառակ կողմը մեջբերում արեցի, ուղղակի մեջբերում, իր գրքից։ Արցախյան շարժման կարևորագույն ձեռքբերումներից մեկը այն է, որ Հայաստան առանց մեկ քրակոցի ազատվեց ադրբեջանցիների ներկայությունից։ Դժվար է պատկերացնել, թե հիմա ինչ տեղի կունենար, եթե ադրբեջանցիները մնացած լինեին Հայաստանում։ Կարծացած եմ, պարոն վարչապետ, այս ժամանակ էի ասում վարչապետ, հիմա ես իրեն վարչապետ չեմ ամանելու։ Ասեցի, պարոն վարչապետ, դուք եք գրել։ Հա, հետո ես շատ բան եմ գրել, բայց ախր ճիշտ եք գրել։ Եվ համաձայն եք ձեր հետ։ Եվ ճիշտ է, եւ այդ թեզը շատ է, այդ թեզի տերը նաև Անդրանիկ Քոչարյանը, այդ թեզի տերը նաև Սասուն Միքայելյանը, հիմա խորհրդարանում նստած են։ Հիմա տեսնեմ լեզուս չոյանա, վաղը չեմ իսօր, երբ այդ փաստաթուղթը դրվի ստորագրելու, իրանք ինչ կեսված կընդունեն։ Փախստականների վերադարձի հետ կապված։ Տես։ Տեսեք, անկլավների հարցը փաստորեն կարծում եք, որ չի դառնալու Հայաստան եւ Ադրբեջանի միջեւ հաջորդ ամենասուր վեճը, չի դառնալու, որտեղ չի դառնալու, որ հայկական կողմը պատրաստ է այդ բանին, այդ լուծմանը պատրաստ է։ Իսկ պարոն Աղազարյան, ինչով եք պայմանավորում այն, որ Նիկոլ Փաշինյանը անդադ հայտարարում է եւ նորից երեք էլ կրկնեց, որ սահմանազատումը ինչ էլ արվի, Հայաստանի տարածքը պետք է լինի եւ լինելու է 29743 քառակուսի կիլոմետր։ Սա ինչի մասին է խոսում։ Ինչու է այս սահմանազատման անկլավների թեման բարձրացնելուց հետո խոսում։ Ինչպես է վերադասավորվել որևէ պետություն, որ ասեն գոյություն ունի երկիր մոլորակի վրա, ինքը իրանից արժեք է ներկայացնում իր աշխարհաքաղաքական, այսպես կոչված չափորոշիչներով։ Հիմա դու թվաբանությամբ ստեղ գնահատական տալը ճիշտ չի։ Հա, հիմա ենթադրենք թե Ալիևը ասում է պարոն Փաշինյան, արի այդ մեղրի հատվածում մեզ 3-4 կիլոմետր տարածք տուր մեզ, որը կանի մոտավորապես 200 քառակուսի կիլոմետր, ես Իջևանի կողմերը ձեզ տամ 1000 քառակուսի կիլոմետր, օրինակի համար, կամ պահպանենք այդ, այսինքն Նիկոլ Փաշինյանի 29743 կիլոմետրը պահպանվի, բայց պետությունն է, իր որակն է կորցնում այդ դեպքում, թվաբանությունը տեղին չի, եւ ինքը պատահաբար չի ասում այդ ամեն ինչը, պատահաբար չի ասում, էլի նույնիսկ լեզուս չորանա, որ վաղը չեմ իսօրը որ մենք անհանգստություն ենք Զանգեզուրի Միջանցքի հետ կապված, ինքը գդրի թվաբանություն կանի, կասի նայեք 29743 կիլոմետր, ասել եմ, դե ստացեք, բայց չի կարալու էդի անի, որովհետև հիմա ինքը իր ցնորական գաղափարն է փորձում իրականացնել Չորրորդ Հանրապետություն, իսկ Չորրորդ Հանրապետության մասին առաջին անգամ խոսակցություն եղել է 18 թվականի երևի, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ 1918, ոչ թե 18-ին, 1918-ին Նիկոլ Փաշինյանը եւ Էրդողանը Գյումրիում 1918, այո, այսինքն ինչ նկատի ունեք, մետաֆորիա եմ անում, էլի ասում հասկացա, հա, նստել են եւ զրուցել են, եւ սուրճ են խմել եւ 10,000 քառակուսի կիլոմետրի վրա են բարեշել Հայաստանի համար։ Հիմա, երբ որ ինքը վերացնում է Երրորդ Հանրապետությունը, երբ որ ինքը հռչակագիրը վերացնում է, ինքը պետք է նոր հռչակագիր ընդունի։ Եվ պետք է ստեղծի Չորրորդ Հանրապետություն, այսպես կոչված, նոր հանրապետություն, այդ համարակալումները, որ ասում է, вообще
մարդու բանը գլուխը տրակում է, այդ համարակալումը մեջ են որոշել առաջի հանրապետությունը, մենք առաջի հանրապետությունը, մենք երկրորդն ենք, մենք երրորդն ենք, պատմաբաներն են պայմանականորեն տարանջատել դրել։ Այդ ժամանակ էլ 1918 թվականին, երբ որ որոշել են 12240 կիլոմետր մոտավորապես, հիմա երբ որ ինքը հռչակագիրը վերացնի եւ փորձի ստեղծի 4 հանրապետություն, ինքը պետքա թույլտվություն ստանա քաղաքապետարանից, որպեսզի ստեղծի պետություն։ Դրա դեպքում քաղաքապետարանը ՄԱԿ-ն է։ Պետք է ՄԱԿ-ին ասի, մենք նոր պետություն ենք ստեղծում։ ՄԱԿ-ն կասի, ախպեջան, քո հարևաններից թուղթ բեր, տենակ ինչ է ինչ չի, եթե ոչ մեկի ջուրը մուրը լույսը չեք փակում, հարց չկա։ Ինչ է գալու է Վրաստանը թուղթը տալու է, Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնությունը տալու է, Թուրքիան ասելու է, լսի, գիտես չկա, կլամատը հիմարից խոսա են Ալիևի հետ, ապուշ խոսում է, այլ ինչ է ինչ չի։ Բանը, հետո ես իրանք համաձայնում մենք կտանք այդ համաձայնությունը։ Հա, Նիկոլ ջան, հետ մեկ էլ հիշում ես, մենք 18 թվին 1918 թվականին որ խոսում էինք 10000 քառակուսի կիլոմետրի մասին։ Բայց հիմա ինչ է 29743, 29740, ինչ ծավալապաշտական բաներ է։ Միգուցե բանալ եք, այդ թեման բանալ եք, թարմացնեք, պետությունը ստեղծենք եւ վերջ։ Կարող է պատահի հասնենք դրան։ Կարող է պատահի հասնենք դրան։ Այս մասում, մնացած մասում կլինի հայկական եւ ադրբեջանական պետություն կամ ընդհանուր կլինի հայկական ադրբեջանական պետություն, ինչը ներկբերի Հայաստանի նախիջևանացմանը 20-30 տարվա ընթացքում։ Պատերազմ չի լինելու, չմոռանաք, պատերազմ չի լինելու, բայց Հայաստանը չի լինելու։ Այսինքն 4-րդ հանրապետությունը արդեն դա Հայաստանի չլինելու մասին է։ 4-րդ հանրապետությունը Հայաստանի չլինելու մասին է։ 4-րդ հանրապետությունը ստեղծվելու Ալիևի հետ, փախստականներով եւ այլ, որ ինչը գբերի ստերից մեր երիտասարդների արտահոսքին եւ իրանց ագրեսիվ, այսպես կոչված, էթնիկ էքսպանսիային գբերի։ Պարոն Աղազարյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ոճը թանկ պիտակից չի սկսվում, այն սկսվում է ճիշտ ընտրությունից։ Jackpot Clothing Store, հագուստ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, առօրյա դասական հարմարավետ ու նորաձև ընտրություն, ամբողջ ընտանիքի համար, մի խանութ, տարբեր սերունդներ, հարյուրավոր ընտրություն։ Խանութում ներկայացված են նաև հանրահայտ Gava ֆիրմայի հագուստներն ու կոշիկները։ 1135 North Pacific Avenue, Jackpot Clothing Store, երբ լավ գնումը իսկապես jackpot է։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք,
Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Աղազարյան, ամեն դեպքում այս անկլավների հարցի հետ կապված եւ տարածքային ամբողջականությամբ մենք կհետևենք իրադարձություններին եւ հիմա հասկանանք 4-րդ հանրապետություն եւ դրան զուգահեռ կառավարության 2026-2031 թվականների ծրագիր։ Տեսեք, 4-րդ հանրապետությունը փաստորեն ըստ ձեզ Հայաստանի պետական համակարգում ոչինչ չի փոխելու եւ պարզապես է կարգախոս է լինելու, ինչ որտեղ եւ քաղաքական կարգախոս է լինելու անընդհատ մարդկանց ականջին նստելու, հասկացնելու ինչ որ մի բան հետագայում անելու համար։ Եվ այդ հետագայի հետ կապված ծրագիրը, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, բավականին, այսպես ասած, ականշոյող է եւ աչք շոյող։ Տեսեք, խոստանում են 6% տարեկան տնտեսական աճ, 125,000 նոր աշխատատեղեր։ Հիմա ինչպես եք կապում այս 4-րդ հանրապետությունը, իրական Հայաստանը, ծրագիրը, ով է այս ամեն իրականացնելու։ Եվ արդյոք, տեսեք, դուք ազգային ժողովում կարծես թե քաղաքացիական պայմանագրի եւ ներսում եւ հետագայում որպես անկախ падգամավորներ հանդիսանում եք, այսպես ասած, մի փոքրիկ զսպող օղակը։ Հիմա տեսնում եք, կա ձեզ նման ինչ որ այնտեղ զսպող օղակ ազգային ժողովում, որը որոշակի նկարահանումներից այդ քաղաքացիական պայմանագրին կկարողանա հետ պահել։ Ոչ պետական է։ Նախասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ում ես հիմա չեմ համարում վարչապետ, համարում եմ երկրի ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը ճշգրտագույն քայլեր արեց այս վերջի 2 տարվա ընթացքում իշխանությունը պահելու համար։ Եվ ճշգրտագույն քայլերից էր նաև պարոն Ասլերյանի եւ իմ նկատմամբ այդ վերաբերմունքը, որ ցուցաբերվեց, ինչը ըստ էության բավականին կուրացրեց, բացասական նաև իմաստով, բայց կուրացրեց թիմը։ Այսինքն մարդիկ հասկացան, որ եթե աճ ձախ դնակարություն, դա արվեց։ Հետո նաև տենդենսը շարունակեց արդեն ինքը դուրս եկավ ընդդիմադիր դաշտին իրան հարմարացրեց ոնց մանևրի, ոնց բանանի, որպեսզի ժողովրդի մոտ այդ ամեն ինչը տպավորություն թողնի։ Այդ իմաստով ինքը իշխանությունը պահում է կարողացավ պահել իդեալական ճիշտ քայլերով։ Հիմա հարցն է թե այդ ամեն ինչի ի նպաստին չի ծառայեցնելու։ Դե ես վստահ չեմ, որ ինքը դիք ծառայեցնի ի բարօրություն պետության եւ իրական Հայաստանի, հենց իրական Հայաստանի, որովհետեւ սխալ ճանապարհը տաճար չի տանում, չի կարա սխալ ճանապարհով չես կարա դու տաճար հասնես։ Այդ վերաբերմունքը նախին գործընկերների նկատմամբ Ալեն Սիմոնյան, Արայիկ Հարությունյան, Մխիթար Հայրապետյան, էլի շատ-շատերի նկատմամբ այդ վերաբերմունքը որակազրկում է թիմի բովանդակությունը եւ ինքը դառել է տոտալիտար ղեկավար։ Լավ, լավ։ Դրանք 4 հանրապետությունը։ Նախ 3-րդ հանրապետություն, 2-րդ հանրապետություն, առաջին հանրապետություն տերմինները այդ պատմաբաններն են դրել։ Այնպես չի եղել, որ 18 թվականին Արամ Մանուկյանը բանամիջները հավաքվել են, թե են խմել, կոնյակ են խմել, մենք վաղը ստեղծում ենք առաջին հանրապետությունը։ Չէ, հանրապետություն է ստեղծել մարդիկ եւ այլ, հետո ինչ որ հանգամանքների բերումով փոխվել է դառնալ սովետական միության մեջ, էլի չեն ասել, մենք ստեղծում ենք երկրորդ հանրապետությունը։ Հետո սովետական միությունից հետո պատմաբաններն են տարանջատում որոշակի որակական, քաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության պայմանավորված տարբերակելը որպեսզի հեշտ լինի, այսպես կոչված իրենց տեսությունը, գիտությունը շարունակելու համար։ Հիմա ինքը այդ ամեն ինչը ֆորմալիզացնում է, 4 հանրապետություն ենք ստեղծում, դա կարգախոս չի բոլորովին։ Դա հայ առաքելական եկեղեցու պառակտումն է, 1։ Դա հռչակագրից, սահմանադրության մեջ հռչակագրի հղումը հանելն է, 2։ Դա Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ բարի դրացիական ինչի ես դեմ չեմ բնականաբար։ Հարաբերությունների ստեղծումն է, բայց արդեն ով դրանից քշάει, դա ուրիշ հարց է։ Դրանք լուրջ առարկայական բաներ են, այդ բանը հերթապես խոսքեր չի։ Եվ երբ որ հղում չանի սահմանադրության մեջ, բանին հռչակագրի, մի գեղեցիկորեն ասելով դե եկեք բան անենք, ուրեմն նոր հռչակագիր ընդունենք։ Այդ նոր հռչակագրի ընդունումը կլինի 3-րդ հանրապետության, այսպես կոչված թաղումը եւ 4-րդ հանրապետության ստեղծումը։ 4-րդ հանրապետությունը ստեղծվելու է Ադրբեջանի հետ
միասին պայմանականորեն առանց դրա հնարավոր չի։ Ես նկատի ունեմ փախստականների վերադարձով եւ այլ։ Այդ ճանապարհով գնալու։ Եվ դա շատ բան է, շատ բան հետևանքներ ունենալու։ Ինչի է ինքը օրինակի համար ուզում, որ սահմանադրության մեջ հվում չլինի հռչակագրին, որովհետեւ անհանգստություն կա, որ ադրբեջանական կողմը ասում է դուք այնտեղ տարածքային պահանջներ ունեք մեր նկատմամբ։ Նախ չկա այդպեսի բան, նախ սահմանական դատարանն ասել որ չկա, երկրորդն էլ խոսքը վերաբերում է Արցախի եւ Հայաստանի վերամիավորմանը, բայց Արցախը 91 թվականին ինքն է անկախություն բանարել, հանակվի արել եւ անկախացել Հայաստանից նաեւ, ասենք նախ դա չկա։ Երկրորդը, ենթադրենք թե ինչ որ իմաստով անհանգստությունը հիմնավորված է Ադրբեջանի մեր այսպես կոչված հարևանների։ Այդ դեպքում կարելի է այլ կերպ վարվել։ Կարելի է մեկ նախադասություն ավելացնել պրեամբուլային, որ հորս արև, մորս արև, մենք Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ խնդիր չունենք։ Այդ ավելացում հռչակագրին ինչ ես կապնում։ Չէ, ուրեմն դու ուրիշ նպատակներ ունես։ Այստեղ է խնդիրը։ Հիմա արդեն այդ հարցում էլ ամեն դեպքում մենք տեսնենք թե ինչպես են իրականացնելու այդ իրական Հայաստանի գաղափարախոսություն 4-րդ հանրապետություն, որտեղ հասարակությունը չի կարող անմասն մնալ։ Տեսեք ինքը տակտիկան որն է։ Իրական Հայաստանի դեմ ինչ-որ մեկ ինչ-որ բան ունի։ Որը մեկը բան ունի իրական Հայաստանի դեմ։ Ինչ-որ մեկը պետք է կանի ասի, չէ, մենք համարձակ չենք իրական Հայաստանի, մենք պետք է վանը։ Դա որ արդեն ընտրություններից հետո դարձել է դա պաշտոնական գաղափարախոսություն։ Շատ լավ, բայց որևէ մեկը չի կարող դրա դեմ բան խոսա։ Որևէ մեկը չի կարող դրա դեմ բան խոսա, բայց դա փաթեթավորումն է ընդամենը։ Ինքը ասում է իրական Հայաստան, եթե դու դրա դեմ որևէ բան առարկություն անես, ինքը ջախջախի քո տեսակետը։ Եվ առարկությունը իրականում էլ չկա։ Այս Հայաստանը, որ մենք հիմա ունենք, այս արքայական դիրքով, սա 100-110 տարվա պայքարի արդյունքը եւ կորուստների գնով, ցավալի կորուստներից մեկն էլ Արցախի կորուստն եղավ։ Էսա այդ պայքարի արդյունքն է, այս մեր իր ասած իրական Հայաստանի, մեր ասած պատմական մեր մեծ հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծել ենք պետություն, Հայաստանի Հանրապետություն, սիրենք, փայփայենք, զարգացնենք մեր պետությունը։ Չի կարելի այս ձևով ասել, պետք է անպայման այն ձևով ասել, մենք գտել ենք մեր հայրենիքը, դա գիտեք վտանգավոր հարց է։ Մենք գտել ենք մեր հայրենիքը։ Այսինքն, բարևասը բայսեն է ասում Նիկոլ ջան, որ դու գտել եք ձեր հայրենիքը։ Ձեր հայրենիքը գտել եք մեր հողերի վրա։ Այդ մենք ենք ձեզ թույլ տվել։ Մենք թույլ տվել, դիմարեք գորի միասին, եղբայրաբար ապրենք, եթե խաղաղություն եք գտնում։ Ինչ ես խառնվել իրար։ Եվ ինչ պիտի ասի, չի կարա հակառակվի։ Իրական Հայաստան գաղափարին որևէ մեկը չի կարող հակառակվի։ Ինքը այս փաթեթավորումը օգտագործում է ներսում դնելով լրիվ ուրիշ բովանդակություն։ Մենք զանգեր ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, պարոն Աղազարյան, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ։ Խնդրում եմ հակիրճ ձևակերպել ձեր հարցը։ Լսում ենք ձեզ։ Հարգելի հեռուստադիտող, մեզ հետ խոսեք բացառապես հեռախոսով, իջեցնելով հեռուստացույցի ձայնը։ Մեկ զանգել ունենք, փորձենք լսել։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Ալո։ Այո։ Ալո։ Բարև ձեզ։ Արգելի հեռուստադիտող, իջեցրեք հեռուստացույցի ձայնը եւ խոսեք մեզ հետ հեռախոսով։ Պարոն Աղազարյան, հիմա խոսենք արդեն ներկայիս ազգային ժողովում ինչ է կատարվում։ Փաստորեն ավարտվեցին մշտական հանձնաժողովի նախագահների ընտրությունները, 3 տեղեր թափուր է, ամենայն դեպս մեծամասնությունը արդեն ընտրությունը կատարված է, ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրված տեխնացուները փաստորեն մերժվեցին, բայց քաղաքացիական պայմանագիրը աջակցեց Հայաստան խմբակցության Լիլիթ Գալստյանի տեխնացությունը։ Սա ինչի մասին է խոսում։ Ինչ ուղերձ է քաղաքական, ինչ ուղերձ է, իշխանությունը ինչ է անում, տարբերակում է ուժեղ Հայաստան, որն է խնդիրը։ Սա մասին է, որ ասենք քաղաքացիական պայմանագիրը այս 8 տարիների ընթացքում որոշակի փորձառություն է ձեռք բերել, ասենք կան մարդիկ, որոնք ասենք քաղաքական լավ ասենք հոտառություն ունեն եւ ասենք փորձ են ձեռք բերել եւ հետեւաբար իրենց համար շատ դժվար կլիներ Լիլիթ Գալստյանին օգտին չքվարկելը, ցույց տալ ասել ինչ արգումենտ պետք է բերեն։ Որևէ արգումենտ չկա, պատրաստված, պարկեշտ, ներկայանալի, բոլոր մեն դրական բաներ Լիլիթ Գալստյանի մասին, իսկ ուժեղ Հայաստանը երեկվա բիզնեսմենները, որ այսօր դառան արդեն քաղաքական գործիչներ, վերեցին բանա նվեր մատուցեցին քաղաքացիական պայմանագրին եւս մեկ անգամ իրաց տեղը ցույց տալու իմաստով։ Ասենք բանա եւ լսել ենք նաեւ
ելույթները հարցերի պատասխաններն եք լսել եւ շատ հանգիստ իրենք կարողացան մերժել այդ տեխնացուներին եւ որևէ մեկի մոտ չեմ կարծում որ հարց առաջացել թե խել մերժել։ Այդ ուրիշ բան որ օրենքը ստեղ բանա թերի է չպիտի սա պետք է չպիտի քվեարկությամբ արվի պետք է ուղղակի տասը քվեարկությունը 40 կողմ 60 դեմ կամ հակառակ այսինքն դա հասկանալի է հիմա ուժեղ Հայաստանը նոր տեխնացիաներ առաջադրում դե հիմա այդել կառավարող ուժի հնարավորությունը որոշակի ձևով ասել բաների վրա մարդկային համար անընդունել է օրինակ համար Արեքա Հովսեփյանը ասենք օրինակ իրան դժվար կլներ ձայն տալը նկատի ունեք հենց արդեն արմատներից ելնելով որտեղ այդ ոչ են արմատներից ելնելով որքան իր պահվածքից հարցերի պատասխանելու իր ոչինչ ոսոց է գտնվել բան թշնամական ասենք ճամբարում ասենք թշնամական ճամբարում այդ բանը ճիշտ չի նաև որ պարոն Էդգար Ղազարյանը հելնում ասում է Հայաստան դաշինքի եւ ուժեղ Հայաստան դաշինքի հարգելի պատգամավորներ, գործընկերներ ու շարունակում այդ դա էլ դեպի չեն անում։ Դու էլի քո դիմախոսներին ձերքը կարտ ես տալիս, որ իրենք քեզ տեղը դանեն։ Այդ ոչը ճիշտ ոչ չի։ Դա բացատրվում է նրանով եւ նաեւ Էդգար Ղազարյանի բանը ոչը իմ Նարեկ Կարապետյանի, իմ Սամվել Կարապետյանը, այնքան Վահագ Ալեքսանյանը ասեց մի հատ ուսապարկյանուն տվեց, պիտակը մնաց վրներես, միջև այսօր մնում է վրներես, են էլ մեկ ինչ ուսապարկ, մեկ եթե համեմատեք այդ վիճակների հետ, եկել եմ հիմա ինքը ուսապարկի նոր դերակատարում ավերցնում իր վրա, այս չի կարելի, չէ այդ ձևերով բանանել, դա ճիշտ չի բանալ, իրականացնում, ճիշտ չի ներկայացնում իրերի վիճակը եւ վախենում եմ, որ ուժեղ Հայաստան Նիկոլ Փաշինյանին կհաջողվի ուժեղ Հայաստանը մասնատել եւ իր համար անհրաժեշտ 6 պատգամավորները ունենալ սահմանադրությունը խորհրդարանում հասկացնելու եւ հանրակրվե դնելու իմաստով։ Այսինքն այս ամենով եթե հետևում եք այս օրերի ամբողջ իրադարձությունները եկել եք այդ հետևության տեսեք օրինակ Սամվել Կարապետյանն ասում է եւ մեր 3 տեխնացուներից ոչ մեկին չընտրեցին, փորձում են ուժ ցուցադրել, մինչդեռ իրականում այդ ուժը չունեն։ Դուք գտնում եք, որ քաղաքացիական պայմանագիրը Անձինաս Նիկոլ Փաշինյանի այդ ուժը ունի։ Այդ ուժը ունի, այո։ Նայեք, ասենք երբ որ մարդը հելնում է խոսում, չէ՞, ամբիոնից։ Ինքը նա պետք է մտածի, որ իրան ճանաչողներ կան թե չկան։ Մի հոգի, 2 հոգի, 4 հոգի, 5 հոգի, 100 հոգի։ Այսինքն դե մարդը որ խոսում էր, Դավիթ Ղազարյանը իրան երևի հազարավորներ են ճանաչում։ Իր աշխատանքի բերումով եւ այլ։ Եվ ինքը գիտի թե ինչ միջավայրում է։ Ես չեմ էլ որևէ մեկին դատապարտում, ոչ իրավունք ունեմ, ոչ էլ բան, որովհետեւ մեզանից որևէ մեկը ապագայից չի եկել։ Բոլորս էլ եկել ենք անցյալից, անցյալի բեռը մեր վրա, մեկի վրա քիչ, մեկի վրա շատ եւ հետքը մեր վրա։ Ընդհանուր չեմ Նիկոլ Փաշինյանը, ասենք օրինակի համար։ Նիկոլ Փաշինյանը կարող չեմ ասում որ բանը կոռուպցիոներ է եւ այլ, չնայած կոռուպցիաների դասական իմաստով կոռուպցիոներ է, բայց ոչ փողի իմաստով։ Նիկոլ Փաշինյանը օրինակի համար այն խայտարակ բանը որ վիդեոն դրել էր, թե Հակոբ Ասլանյանին հարցատարից թե բանը քանի տոկոս ես բան ունեմ ձեզ պատգամավոր դառնալու գործում։ Հակոբ Ասլանյանը եւ Աղազարյանը 10-20 տարի ասում որ մենք պատգամավոր ենք դառել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Հա ասել ենք, բայց նա ասել որ մենք զրո չենք։ Հիմա այդ ոճը խոսալու եւ դրանից առաջ Ղազագրերը Բարգավաճ Հայաստանի մեջ բերելու տարբերությունը ո՞րն է։ Նույնն է, ասենք Նիկոլ Փաշինյանն էլ անցյալից եկե փաստորեն, ոչ թե ապագայից։ Բերը եւ հետքը բոլորից վրա կա։ Հիմա այստեղ, երբ որ խորհրդանում խոսում են ամբիոնից, չէ, բարձրամենից խոսում են, պետք է իմանան, որ հազարավոր մարդիկ իրենց ճանաչում են եւ շփվել են հետները, եւ որ այդ դու խոսքերը որ ասում ես, այդ վեհ խոսքերը որ ասում ես, արդյոք դրանք ունեն այն արժեքը, որոնք ասենք իրենց մեջ կրում են։ Չէ։ Դուք երկու կողմերին եք քննադատում, պարոն Աղազարյան։ Ես ոչ միայն երկու կողմերին եմ քննադատում, ես նաեւ ասում եմ, որ այս խորհրդարանը իմ համար լեգիտիմ խորհրդարան չի, որտեղ բաղկացած է 3 խմբակցություններից, որոնք համերաշխորեն գողացան միասին գողացան Բարգավաճ Հայաստանի մանդատները եւ ավարը բաժանեցին 3-1-1 սկզբունքով։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիրը եւ ուժեղ Հայաստանը ակամա գողացան, իսկ Հայաստան դաշինքը ակամա։ Բիճի ակնհայտ է։ Փորձենք լսել մեր հերոստատիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։
Լսում ենք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ պարոն Աղազարյան, ողջունում ձեզ հրավեր գլնդելից։ Պարոն Աղազարյան, դուք նախ միջև հիմնական հարցին անցնել արտահայտեցիք երկու մեղմ ասած որ գրագետ միտք կուզենայի արձագանքել դրան, հարգելիս Մակրոնը չի հանձնել Կիլիկյան Թուրքիային, դա 100 տարի առաջ է տեղի ունեցել։ Ձայ կներեք, մոռացել էի, պատմությունից թույլ եմ, ներողություն։ Լավ, լսենք հարցը։ Ամեն դեպքում եւ Արցախը ավելի կարևոր է, Արցախը ոչ թե հանձնել է Մակրոնը, այլ Պուտինը, Ռուսաստանը Արցախում ռուսներն էին, ոչ թե ֆրանսիացիները։ Բայց իմ հարցը սա անկլավների հետ կապված է։ Անկլավների հարցը դեռ կարող է լուծվել եւ հարցը դրա հետ է կապված սահմանազատման ճանապարհով, եթե դա լիներ մի շնորհով։ Մակրոնը ոչ թե հանձնեց Արցախը, այլ նա փրկեց Եվրոմիսյան հետ Սյունիքը Եվրոդիտորդների միջոցով։ Նույն ձևով մի շնորհով կարող է լուծվել այդ անկլավների հարցը, բայց ձեր ղեկավարը այն ժամանակվա ձեր քաղաքական Փաշինյանը ընտրեց երկկողմանի Ադրբեջան, Հայաստան առանց միջնորդի եւ արդյունքում տեղի ունեցավ ոչ նորմալ սահմանազատում։ Եվ ինչարես դա կատարվեց ձեր դավանած ռեգիոնալիզմի պայմաններում, այսինքն միջնորդներին բացառենք, անենք ամեն ինչ երկկողմանի։ Կուզենամ համաձայն եք, որ եթե միջնորդով կատարվի սահմանազատումը Եվրոպայի, ԵԱՀԿ-ի միջոցով եւ այն Եվրոպայի, որը հիմա պահում է ձեր Սյունիքը արդեն 3 տարի ջերմուկից հետո, ապա ավելի բարենպաստ պայմաններում կլուծվի նաեւ եւ ջերմուկի, եւ սահմանների, եւ այդ գրավել տարածքների, եւ անկլավների հարցը։ Եթե համաձայն չեք, ապա ինչ այլ ձև եք դուք առաջարկում անկլավների հարցի լուծման։ Շնորհակալություն։ Արգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է։ Պարոն Աղազարյան, պատասխանենք մեր հեռուստադիտողի հարցին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մակրոնի հետ կապված, հետևաբար դուք երևի համաձայնվեցիք, որ Նիկոլ Փաշինյանը եւ Էրդողանը 1918 թվականին սուրճ են խմել Ալեքսանդրապոլում ժամանակ, բայց բուն հարցին ես ճիշտ ասած, երբ որ ինչ-որ թեմայի շուրջ բանավիճում եմ, երբեք չեմ գտնում, որ իմ տեսակետը ամենաճիշտն է։ Պնդում եմ, պաշտպանում եմ, բայց չեմ գտնում, որ ամենաճիշտն է։ Հիմա այստեղ էլ ես գտնում եմ, որ ուղիղ հարաբերությունները Ադրբեջանի հետ դա ճիշտ քաղաքականություն է, դա ճիշտ է։ Բայց դա չի նշանակում, որ դու չպետք է, ասենք, այս աշխարհակաղակական իրավիճակում ունենաս քո դաշնակիցը, ուժեղ դաշնակիցը, այդ հիմա թե Եվրոպան կլինի, թե Ռուսաստանը կլինի, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը կլինի, դա ուրիշ հարց է։ Մեկ, երկրորդը, Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի արտաքին քաղաքականության մեջ այնպիսի քայլեր կատարի, որը կարող է պատահի վնասի Վրաստանին, Թուրքիային, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ադրբեջանին եւ հետեւաբար եթե անում էլ է գիտակցաբար քայլ, որ կարող է խանգարի վնասի, պետք է իմանա թե դրանի հետևանքները ինչ է լինելու։ Անկլավների հետ կապված իդեալական տարբերակը, որ արդեն վստահ կլինենք, որ իսկապես երկու պետությունները ձգտում են խաղաղության, հասնում են խաղաղության, դա այն է, որ մասնավորապես Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արցախը մնա Ադրբեջանին։ Դա իդեալական տարբերակն է, բայց իսկ անհանգստությունն է, որ հնարավորություն չեն ունենա մեր իշխանությունները այդ նպատակը կյանքի կոչելու։ Հետևաբար պետք է այս անկլավների հարցը լուծելու ճանապարհին կանխարգելել հաջորդ արհավիրքը, որը լինելու է, դա այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է Հայաստանի Հանրապետություն եւ հետեւաբար անկլավների հարցի լուծումը պետք է լուծումից նաեւ պայմանավորված լինելու, թե այդ հարցը ինչ լուծում կունենա։ Հիմա այստեղ նորից մեր իշխանությունները պետք է այդ ամեն ինչը հաշվի առնեն։ Այո, ես շնորհակալ եմ, շոյված եմ, որ դուք տեղյակ եք, որ ես ռեգիոնալիստական այսպես կոչված դիրքորոշում ունեմ, եւ այդ դիրքորոշումն եմ հիմա նաեւ, եւ հետեւաբար իմ հասկանալով այդ սահմանազատման գործընթացը ավելի ճիշտ է։ Այո, եւ հիմա իմ նորից համեստ տեսակետով դա իրավիճակը այնպեսին է, որ արևմուտքի, հավաքական արևմուտքի գերնպատակը է Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելը։ Ես գտնում եմ, որ դա մեր համար այդքան էլ լավ չի, բայց կարող պատահի ես սխալվում եմ։ Հիմա եթե այդպես կլինի եւ մենք կհայտնվենք Թուրքիայի գրկում, կարող է ճիշտ դա է։ Ես չեմ կարող վերջել։ Պարոն Աղազարյան, եւ ընդհանրապես ինչպես է գնահատում ազգային ժողովի գործունեությունը Ալեն Սիմոնյանի հեռացումը, Ռուբեն Ռուբինյանի
ընտրությունը Վահագն Ալեքսանյանի եւ Հայկ Կոնջորյանի այդ ամբիոնում հայտնվելը Արամ Վարդևանյան այսպես մի գեղեցիկ ինչ որ նախասան որ բան Ալեն Սիմոնյանի նկատմամբ շատ անարդարացի բան տեղի ունեցավ Ոնց բանը չեմ փաստաբանը չեմ իր հատուկ հոգուս խորքում է չարախնդորեն ուրախ եմ Նաև որ իր հետ այդպես վարվեցին, որովհետև իրանք հավաքական կերպով իմ հետ վարվեցին մոտավորապես այդպես, բայց բոլոր դեպքերում երբ որ գնահատում ես ոչ թե չարախնդրությամբ, այլ կողքից գեղեցիկ չվարվեցին։ Այսինքն մարդը ազգային ժողովի նախագահ է։ Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ ոչ այնքան վատ ազգային ժողովի նախագահ, եւ ընդդիմության հետ եւ ընդհանրապես ինքը ահագին իր դիրքերում էր մեծ, այսպես կոչված կիքսեր չէր արել։ Եվ հետևաբար պետք չէր, որ ինքը իր թեկնածությունը դներ 20 հոգևորանց վարչության քննարկման եւ 5 ձայն ստանալ։ Պետք է վարչապետը իրեն կանչեր, ասել Ալեն ջան, հարմար չենք գտնում, որ դու նորից դառնաս ազգային ժողովի նախագահ, մի ուրիշ բան կմտածենք, արի թեկնածությունը մի դիր։ Չէ, թողեցին դրեցին թեկնածությունը եւ ըստ էության շատ ծանր վիճակի մեջ դրեցին Ալեն Սիմոնյանին։ Ալեն Սիմոնյան թե Ռուբեն Ռուբինյան, իհարկե Ալեն Սիմոնյան։ Ռուբեն Ռուբինյանը խոշորագույն ինտրիգան ծույլ, թափթփված Սա ձեր կարծիքն է, եկեք որակավորները մեր ամեն դեպքում որպես քաղաքական գործիչ, եկեք այդպես նայենք Ռուբեն Ռուբինյանը։ Ինչ կապ ունի, ինքը շատ խելոք տղա է, շատ կարծացած, շատ զարգացած տղա է, գիտեմ այդ ամեն ինչը, բայց ինչ օգուտ եթե ինքը ծույլերի ծույլն է։ Լավ, եկեք նման որակավորումներ մեր եթերից։ Բայց դու վիրավորական չի, ոնց վիրավորական չի, ցավով եմ ասում դա, կուզեի որ այդպես չլիներ։ Ինքը տեսեք հիմա այս կար ժամանակահատվածում ինքը բոլորի հետ մտնում է բլիժնի բոյ բանավեճի մեջ։ Եվ դա ճիշտ ձևը չի ազգային ժողովի նախագահի դիրքերում լինելու։ Հիմա ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանի կամ Վահագն Ալեքսանյանը, դե իրանք կուսակցության մեջ այնպեսի դիրք ունեն, որ այդքան շատ պատահական ես չեմ համարում, որ իրանք փոխնախագահի պաշտոնում են հայտնվել, չնայած Հայկ Կոնջորյանի դեպքում ես դա գտնում եմ, որ բան է, այսպես կոչված դիրքի նվազեցում է։ Իմ կարծիքով խմբակցության ղեկավարը ավելի պատասխանատու եւ ավելի բարձր պաշտոն է կամ դիրքա, քան ազգային ժողովի փոխնախագահը։ Դե հիմա ունենք ինչ ունենք, Արամ Վարդևանյանի համար ուրախ եմ։ Այս ազգային ժողովը ինչքան ժամանակվա կյանք ունի ըստ ձեր կանխատեսումների։ Շատ դժվար է ասել, դա կախված է Սասուն Միքայելյանից եւ Անդրանիկ Քոչարյանից։ Այսինքն, եկեք պակագծեր բացենք։ Այսինքն, երբ որ արդեն սահմանադրության հետ կապված ողբերգությունը տեղի ունենա եւ արդեն պետք է հաջորդ ողբերգությունները լինեն, իրանց դիրքորոշումը թե ինչ է լինելու, մաս են կազմելու այդ ողբերգությունների, թե ընդդիմանալու են։ Եթե իրանք ընդդիմանան, կարող է պատահի ինչ-որ բան փոխվի, եթե չէ, ուրեմն ամեն ինչ շատ վատ է լինելու։ Հարգելի հայրենակիցներ, Նոյանտապանը կրկին եթերում է։ Պարոն Աղազարյան, ճամբարակի ողբերգությանը անդրադառնանք եւ հաստորեն բանակի անվտանգության սպանությունները, բանակում ինքնասպանությունները, ինչու այս թնջուկը չեն կարողանում լուծել եւ ընդհանրապես այս ճամբարակի ողբերգության հետ կապված ձեր տեսակետը պատժել են զինվորներին, այսպես է մամուլի շրջանառվում։ Որքան որ ինֆորմացված ենք, դա շատ սարսափելի բան է իհարկե, պատժել զինվորականներին եւ դա ունենա այդպիսի սարսափելի հետևանք, բայց ես ավելի կտանանամ բանի վրա, ինքնասպանության դեպքերի վրա։ Ինքնասպանությունը սա դժբախտ դեպք համարենք, որը անթույլատրելի է եւ ամեն ինչ իր պատճառներ ունի։ Ինքնասպանության դեպքերի վրա։ Իմ համար 1000 հոգի զոհվի պատերազմական իրավիճակում, քան 1 հոգի ինքնասպանության հասցնեն, 1 հոգի ինքնասպանության հասցնեն, դրանք իմ համար համարյա թե նույն բաներն են։ Անգերեթե նույն բաներն են, որովհետեւ պատկերացրեք երիտասարդ 19 տարեկան, 20 տարեկան տղան մտածված գնում է ինքնասպանության, ինչ ապրումներ ունեցել, ինչ սարսափելի ապրումներ ունեցել միջև այդ, ինչ խնդիրների առաջ է կանգնած եղել, դրա մայրը, երիտասարդ մայրը, դրա հայրը, ինչ հիմա հոգեկան վիճակների մեջ են, դա անթույլատրելի է։ Բոլոր բանակներում լինում են այդ ամեն ինչը, ոչ մեկ բան չէ, բայց խոսքը գնում է քանակի մասին։ Հիմա այստեղ արդեն գալիս է այդ ուրիշ հարց։ Ինչի է այդպես, որովհետև հասարակությունը ինքը, որ հավաքական իմաստով հիվանդ է, չի կարա մի առանձին վերցրած բանը հիվանդությունը չունենա։ Երբ որ անարդարությունը, ասենք խեղդում է ամենտեղ բոլորին, հետևաբար մարդիկ լուծումներ են գտնում, որ այդ անարդարությունը հաղթահարեն, ինչ որ փորձեն իրենց տեղը ունենալ հասարակության մեջ եւ այլ եւ այլ։ Այդ բարքերը տեղափոխվում է բանակ եւ լինում է այդպիսի բաներ, այդքան բան։
Դա բարքերի խնդիր է, թե հիմա դրա ինչ լուծում եք դուք առաջարկում։ Ասում եք հասարակությունը հիվանդ է։ Միանգամից չի լինի, լուծումը բան է, առաջարկում որ ասենք Նիկոլ Փաշինյանը մյուս անգամ քարոզարշավի ժամանակ չհայոյի վիրավորական բաներ չասի ընդդիմադիրների հասցեին։ Տեսեք, կադրային փոփոխություն էլ իրականացվեց, ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի։ Դա այդպես չի փոխի։ Ընդ որում այդ պետի նշանակումից հետո մամուլում կա նաև տեղեկատվություն, որ պետի տղան հայհոյել է լրագրողին սեռական բնույթի հայհոյանք է համացանցում հնչեցրել։ Ուրեմն այս հենց այս խնդիրներն են, էլի որ առաջանում են եւ հետեւաբար հենց այդ բարքերը տեղափոխվում են բանակ, որտեղ սահմանափակ է ամեն ինչը եւ ավելի ցայտուն է լինում եւ ունենում է հետեւի շատ տխուր հետևանքներ։ Միգուցե պետք է հրամանատարությունը իր անձնական օրինակով որոշ չափով մեղմացնի այդ ամեն ինչը։ Ասենք զինվոր հրամանատարը պետք է լինի զինվորների հայրը, ոնց ասում են։ Այդ ձևով պետք է զգա իր վերաբերմունքը զինվորների նկատմամբ։ Ինչ է նշանակում հակակազը։ Եթե այդպես եղել է իհարկե։ Հերքում է պաշտպանության նախարարությունը հերքեր է Եթե չեղել, ուրեմն ուրիշ բան։ Բայց մենք լսում ենք այստեղից այնպես նմանատիպ բաներ լսում ենք, որ պատժում են, ծեծում են, բաներ անում։ Այդ ամեն ինչը կա, չի կարելի։ Հայերեն բանը որ կանոնակարգ ուստավոց է հայերեն բանը։ Կանոնադրություն, հա։ Կանոնադրությունից դուրս որևէ քայլ անողը պետք է պատժվի անմիջապես օրենքի ամենալուրջ խստությամբ։ Խնդրեմ թող դրան պատժեն։ Փոքր երկիր ենք, Պապիկյանի համար խնդիր չի ուղղաթիռով որ շաբաթվա մեջ մի անգամ միտեղ հանկարծակի։ Դե հիմա սկսել եք։ Հանկարծակի ոչ թե պատրաստվեք, բանալեք, հեսա գալիս ենք բանեսկո մենքում։ Հանկարծակի գնալ եւ տեսնա ինչ չի եւ բանալի։ Բայց Ես Պապիկյանի նկատմամբ որևէ բացական բան չունեմ ասելու, բայց արդյոք իր պահվածքը, կեսվածքը այնպիսին է, որ զինվորները ճանաչելով պաշտպանության նախարարին հպարտանան, ուրախանան, որ իդեպի պաշտպանության նախարար ունեն եւ հետեւաբար համապատասխան կեսվածք ունենան։ Օրինակ որքանով էր գեղեցիկ, երբ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ամերիկայի ռմբակոծությունից հետո զոհվել էին այդ երեխեքը զոհվել էին, իսկ մեր պաշտպանության նախարարը, որին դրանից մի քանի օր առաջ թե են հյուրասիրել Իրանում, պաշտոնական այցով, անենց էին ընդունել, ես այդ ձևի ընդունելությունը չեմ պատկերացրել երբևէ, պատվով, հարգանքով ընդունել են թե են հյուրասիրել, այս սպանության օրը, այդ երեխեքի սպանության օրը ինքը սրտի կանում ավտոբուսի մեջ, եւ ոչ թե Հելնում է, գնում է ինչ-որտեղ, ինչ-որ համապատասխան կեսված կատունի։ Էդի հասնում է շարքային զինվորին, ուզես թե չուզես։ Այս շարքային զինվորների մեջ սկսում է իրենց հարաբերությունների ձևավորումը։ Եվ այդ հարաբերությունների ձևավորումը հասարակությունը փորձում է հասարակություն ձևավորել, իրանք են փորձում իրենց օրենքներով ապրել եւ դարմատներ կանոնադրությունից դուրս են գալիս, ոչ կանոնադրային հարաբերությունները բերում է այդպեսի սարսափելի հետևանքների։ Ինքնասպանությունը բանակում դա ամենասարսափելի բանն է, որ ես ասենք պատկերացնում եմ։ Պարոն Աղազարյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, ինչպես ասացիք, քաղաքականությունից դուք չեք հեռանում, այնպես որ մենք էլ կունենանք որոշակի հանդիպումներ ձեր տեսակետները լսելու համար, այն ինչ որ տեղի ունենում ներքաղաքական կյանքում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։